Եթե դուք ունեք առանձնատուն կամ հողատարածք կամ հողի վրա կառուցված այլ անշարժ գույք, ապա վստահաբար երբևէ գործ եք ունեցել անշարժ գույքի կոմիտեի հետ։ Եթե գույքը ձեռք է բերվել կամ կառուցվել է 90-ականներին կամ էլ 2000-ականներին, ապա կոմիտեի հետ առնչությունը ամենայն հավանականությամբ ոչ դրական հիշողություններ է թողել։ Պատճառը կադաստրային քարտեզներն են, որոնցում հաճախ հանդիպում են անշարժ գույքի տեղակայման կոորդինատների անճշտություններ։ Խորհրդարանում օրերս հաստատված օրինագիծը գալիս է որոշակիորեն լուծելու այս խնդիրը։ Կոմիտեն եւ համայնքի ղեկավարը ունենալով կադաստրային քարտեզում արկա սխալն ուղղելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն, պարտավոր են հանդես գալ նման նախաձեռնությամբ եւ այդպիսով վերացնել անձի իրավունքի պետական գրանցման այդ սխալով պայմանավորված խոչընդոտը։ Նարդոսի փողոցում, Սարիթաղում եւ այլ հատվածներում, որտեղ որ խիտ են գույքերը տեղադրված, այդ խնդիրները կա, բայց պրակտիկայում ահռելի քանակությամբ մարզերում գտնվող հողամասերի հետ կան խնդիրներ, երբ որ մարդիկ համայնքապետարանի այն ժամանակ գյուղապետարանի քաղվածքներով սեփականաշտորում էին, շատ մեծ անճշտություններ կան ոչ միայն մակերեսի չափի, այլ նաև պատկանելիության, գույքի գտնվելու վայրի եւ այլնի վերաբերյալ։ Եթե խնդիրը համայնքապետարանի եւ քաղաքացու միջև է, հարցը լուծվում է համեմատաբար պարզ ընթացակարգով։ Համայնքապետի դիմումով շտկվում է կադաստրային քարտեզի անճշտությունը։ Բայց եթե խնդիրը երկու քաղաքացու միջև է եւ խոսքը վերաբերում է թանկարժեք, ասենք 1 քառակուսի մետրը 1000-ից 2000 դոլար արժեցող հողատարածքին, ապա խնդրի լուծման համար մարդիկ տարիներով դեգերում են մի քանի դատական ատյաններով եւ վատնում նյարդերի ահռելի ծավալ։ Հստակ ամրագրվել է, որ կոմիտեի կողմից հարուցված վարույթին մասնակցող անձանց անհամաձայնությունն ուղում կատարելու համար խոչընդոտ չի հանդիսանում, եթե վարույթի նյութերում առկա են բավարար ապացույցներ ուղում կատարելու համար։ Տրամաբանությունը այն է, որ եթե կա սխալ, ոչ թե մարդիկ վիճարկեն մյուսի պետական գրանցումը, այլ վարույթ հարուցվի եւ վարույթի շրջանակներում այդ սխալները բացահայտվեն եւ ուղղվեն։ Նախագծով սահմանվել է նաև, որ անշարժ գույքի սխալների ուղղման համար չափագրման օրվա, ժամի եւ վայրի վերաբերյալ չափագրողը պարտավոր է ծանուցել գույքի այն հարևաններին, որոնք սահմանակից են չափագրվող տարածքի հետ։ Միաժամանակ նախատեսվել է, որ ծանուցված, սակայն չափագրմանը չներկայացած անձինք համարվում են համաձայնություն տված։ Այստեղ իրավաբանների կարծիքով հնարավոր է կադաստրի գործողությունների բողոքարկման համար դատարան դիմելու նոր պատճառ ի հայտ գա, քանի որ չափագրման process-ին չմասնակցած անձինք հնարավոր է նորից ընտրեն հենց այդ ուղին։ Մենք չեզոքացնում ենք այսպես մի քանակությամբ վեճեր, դրա շնորհիվ կամ պատճառով առաջանում են մեկ այլ բնույթի եւ այլ քանակությամբ վեճեր։ Ես չեմ կարծում, որ առանձնապես դատարան դիմելու անհրաժեշտության տեսանկյունից խնդիրը լուծվելու է։ Այս վերջին խնդրից խուսափելու համար կադաստրի կոմիտեն պետք է լուրջ ջանքեր գործադրի կադաստրային քարտեզի անճշտությունների շտկման process-ին բոլոր ներգրավված կողմերին գործընթացի վերաբերյալ ծանոթացելու համար, որպեսզի վերջնական արդյունքում մարդիկ դատարաններով պտտվելու պատճառ չունենան։ Խնդիրը լուծվի հենց կադաստրում հարուցված վարույթի շրջանակում, այն ինչին ձգտել է հասնել նոր օրենքը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։